Այժմ Անուշավան Նահապետյան։ Սիրելի կոնգրեսական ընկերներ, ինչպես գիտենք, Նիկոլ Փաշինյանը իրեն հռչակել է ժողովրդավարության միակ պահապան հրեշտակ ու Հայաստանի ժողովրդավարությունը կապում է հենց մենակ իր անձի հետ։ Ես կփորձեմ մի քանի կետով ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության պատրանքի ներքո Հայաստանում կառուցել է իր ավտոկրատ ռեժիմը։ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարություն այլևս գոյություն չունի։ Այն վերածվել է մեկ անձի իշխանատենչական զոհասեղանի։ Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, ոչ թե քաղաքական ճգնաժամ է, այլ հայաստանյան ավտոկրատիայի վերջնական կայացում։ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը մեթոդաբար ոչնչացրել է իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը, պետական բոլոր ինստիտուտները վերածելով վարչապետի աշխատակազմի կույր ու կամակատար գծորների։ Մենք արձանագրում ենք, Հայաստանի Հանրապետությունում օրենքը դադարել է լինել արտարադատության եւ իրավունքի միջոց։ Այն վերածվել է բացահայտ քաղաքական վենդետաների, բռնաճնշումների եւ այլախոհությունները ֆիզիկապես լրացնելու գործիքի։ Սա պետության զավթում է քողարկված կեղծ ժողովրդավարական կարգախոսներով։ Այս վարչախմբի ավտորիտարիզմը սպասարկում է ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ թշնամու Ադրբեջանի շահերը։ Նիկոլ Փաշինյանը բացահայտ խաչակրած արշավանք է սկսել մեր պետականության հիմնասյան անկախության հռչակագրի դեմ։ Փորձելով կտրել մեր պետության արմատները։ Նա հայտարարում է, թե հռչակագիրը կոնֆլիկտի փաստաթուղթ է։ Եվ սրանով նա բառացիորեն կրկնում է Իլհամ Ալիևի հոխորտանքները, որը նույնպես ասում էր, որ հռչակագիրը կոնֆլիկտի փաստաթուղթ է, այսինքն Նիկոլ Փաշինյանը խոսում է այլ երկրի ղեկավարի անունից։ Սա Ալիևն է, որը խոսում է Նիկոլի շուրթերով։ Սա թշնամու թելադրանքն է, որը ներկայացվում է որպես խաղաղության օրակարգ։ Ավելին, նա փորձում է հայ մարդուն համոզել, թե մեր ոչ պետականական ճանապարհը եւ գործընթացը պատմական սխալ են եղել, իսկ մեր ինքնիշխանությունը թակարդ է։ Նա իր ելույթներում ցինիկաբար հայտարարում է, թե Լևոն Տեր-Պետրոսյանն է մեզ քաշել այս ավանտյուրայի մեջ։ Նա մեր ազգային ազատագրական սուրբ պայքարը եւ մեր իղձերը որակում է որպես ավանտյուրա։ Սա պարզապես քաղաքական տգիտություն չէ։ Սա պետականության հիմքերի գիտակցված դավաճանություն է եւ հրապարակային հրաժարում Հայաստանի Հանրապետության գոյության իրավական եւ բարոյական իմաստից։ Ավտոկրատիայի վերջնական ամրապնման համար իշխող վարչախումբը զավթել է նաեւ ընտրական ինստիտուտը, փակելով իշխանափոխության ժողովրդավարական ճանապարհով հասնելու դռները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականին եւ նրա վաղեմի ընկերոջ նշանակումը ընտրական համակարգի վերջնական կապիտուլյացիան է։ Սա ուղղակի եւ աներկբա հայտարարություն է առայն, որ այսուհետ ընտրությունների արդյունքները ձևավորվել են ոչ թե քվեախիզների հետևում, այլ վարչապետի սենյակում։ Երբ քվեները հաշվողը իշխանության անձնական ծառան է, ընտրությունները վերածվում են ֆարսի, իսկ ժողովրդի քվեն կարող է դառնալ մանիպուլյացիայի առարկա։ Անկախության իրավական հիմքերը քանդելուն զուգահեռ վարչապետը հարվածում է նաև մեր ազգային հոգևոր հենարանին, հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, որի մասին Թելման արդեն շատ ավելի մանրամասն խոսեց։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր նախընտրական ծրագրում ամրագրել է սահմանադրական հանցագործություն հանդիսացող տոտալիտար թեզ, փոխելու ենք եկեղեցու փաստացի պետին։ Բայց ինչու է Փաշինյանը այսքան ուժեղ փորձում պայքարել եկեղեցու դեմ, որովհետև ավտոկրատին եկեղեցի պետ չի։ Նրան պետք չէ բարոյական այլ հեղինակություն, որը չի ենթարկվում եւ չի ծառայում իր քաղաքական շահին։ Նրա նպատակն է ոչնչացնել եկեղեցու ինքնուրույնությունը, որպեսզի վերջնականապես խարխլի ազգային դիմադրության վերջին պատնեշը եւ հայ մարդուն դարձնի անդեմ, անհավատ եւ հեշտ կառավարելի զանգված։ Մենք նաեւ տեսանք, որ Փաշինյանի համար արդեն եկեղեցին ոչ մի արժեք չի ներկայացնում եւ նա կարող է նաեւ սրբապղծության գնալ հենց Աստծո տաճարում, օրինակ Դավիթ Մինասյանի ձերբակալությունը Ծաղկազարդի օրը ինչ որ շինծու
եւ ակնհայտ սխալ հորինված ինչ որ բեղադրանքներով հենց եկեղեցու տարածքում նման քայլեր անելով ցույց տվեց, որ եկեղեցին իր համար այլևս արժեք չունի։ Դա նշանակում է, որ վարչախմբի համար այլևս չկա ոչ սրբություն, ոչ օրենք, ոչ էլ տարական մարդկային արժանապատվություն։ Վարչախմբի պարանոիկ վախը ճշմարտությունից եւ փաստերից արտահայտվում է նաեւ տեղեկատվական բացահայտ տերորով եւ գրաքննությամբ։ Ազգային ժողովի վերջին անհետետ օրենքը հերոստատեսությամբ պատերազմի քարոզի արգելքը ակնհայտ ստալինյան բնաճնշումների եւ ժողովրդի թշնամին փնտրելու տրամաբանության վերադարձն է։ Սա իրավական ծուղակ է, որով փորձում են լրացնել եւ բանտարկել յուրաքանչյուրին, ով կհամարձակվի խոսել մեր ազգային պաշտպանության մասին կամ էլ քննադատել ներկայիս իշխանության անվտանգային ծրագրերը։ Դրա վառ ապացույցն է նաև Տիգրան Պասկևիչյանի անկախության մեր ճանապարհը ֆիլմի փաստացի արգելումը ու հանրային հեռարձակումից զրկելը։ Իշխանությունը սարսափում է պատմական հիշողությունից։ Ուստի փորձում է ոչնչացնել այն ամենը, ինչը կարող է հանրությանը հիշեցնել մեր իրական հաղթանակների եւ արժանապատիվ անցյալի մասին։ Սա տեղեկատվական բլոկադա է սեփական ժողովրդի հանդեպ։ Այս ողջ ավտորիտար համակարգը պահպանվում է բացառապես բիրտ ուժի եւ ոստիկանական մահակի միջոցով։ Մենք այսօր գործ ունենք ժամանակակից պրետորիական գվարդիայի հետ։ Այսօրվա ուժայինները, որոնք սնվում են պետական բյուջեից, ծառայում են մեկ անձին։ Սրանք իրավապահ կառույցներ չեն, որոնք պաշտպանում են քաղաքացուն կամ սահմանը։ Սրանք մասնավոր զինված ջոկատներ են, որոնց միակ առաքելությունը կեսարի ազնական անվտանգությունը պահպանելն է եւ նրա գահի անձնամխությունը ապահովելը։ Այս գվարդիան ավելի լավ է զինված, քան առաջնագծի զինվորը, քանի որ վարչախմբի համար թշնամին ոչ թե սահմանից այն կողմ է, այլ Երևանի փողոցներում։ Նրանք պատրաստ են ներխուժել եկեղեցի, ջարդել ընդդիմախոսների կողերը եւ ահաբեկել այլախոհներին, հանուն մեկ մարդու բացարձակ իշխանության։ Այս մեղադրանքը, որ ես հնչեցրեցի, հստակ է, չոր է եւ փաստարկված։ Նիկոլ Փաշինյանը եւ իր վարչախումբը տապալել են սահմանադրական կարգը, զավթել են ընտրական համակարգը, ադրբեջանական թելադրանքով ուրացել են անկախության հռչակագիրը եւ ստալինյան մեթոդներով հարձակվել են եկեղեցու ու ազատ խոսքի վրա։ Եվ դրա համար այս ընտրությունները սովորական քաղաքական պրծակցություն չեն։ Սա պայքար է ինքնազավթման եւ պետության կազմալուսման դեմ։ Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը հռչակվի ավանտյուրա։ Իսկ մեր հայրենիքը վերածվի թշնամու կամակատարի անդեմ մի տարածքի։ Մենք տեր ենք կանգնելու մեր պատմությանը, մեր հավատքին, մեր ապագային եւ մեր խելամիտ ուղուն։ Եվ պայքար մինչեւ վերջ։